Կրթվելը նորաձև է շարժումը հերթական անգամ միավորեց հետաքրքրասերներին, նպատակ ունենալով անցկացվող դասընթացի և քննարկումների շրջանակում խթանել շարունակական կրթվելու մշակույթն ու ինքնազարգացման նոր հնարավորությունները։ Կրթվելը նորաձև է շարժման նախորդ հարգելի բանախոսներից Վիգեն Ավետիսի հրավերով Հայաստան եկած իտալացի արվեստի հայտնի քննադատ Ֆրանչեսկո Գալլո Մացոն այս անգամ խոսեց ժամանակների հետ համընթաց զարգանալու մասին։ Կրթվելը նորաձև է շարժման կոնցեպտը լիովին համընկնում է իմ այսօրվա դասախոսության արդի ժամանակներ թեմայի հետ, քանի որ այս շարժումը նույնպես կապված է մոդայի և ժամանակի թելադրանքների հետ։ Ես ներկայացնելու եմ, թե ինչ է արդիականությունը։ Եթե նախկինում մարդիկ գիտելիքը կուտակում էին և տանում իրենց հետ որպես բեռ, ապա այսօր այն ձեռք են բերում ժամանակի ընթացքում համահունչ փոփոխություններին։ Կարևոր է, որ հասարակությունը կարողանա զարգանալ այսօրվա ժամանակներին համարժեք։ Կազմակերպվող պարբերական հանրային հանդիպումները հասարակության համար ստեղծում են նոր ճանապարհ, ճանաչելու ոլորտային մասնագետներին, մտավորականներին և հանրային գործիչներին։ Կրթվելը նորաձև է շարժումն ունի հստակ գաղափարախոսություն։ Մարդը կրթվում է ողջ կյանքի ընթացքում, ինքնակատարելագործվելով և նպաստելով հանրային համընդհանուր առաջընթացին։ Շարժման մասնակիցները վստահ են, հաջողության սկիզբը ինքնակրթվելն է։ Կարևորում եմ ոչ ֆորմալ կրթությունը, կարևորում եմ ինքնակրթվելը, ինքնակրթվելու հնարավորությունը, ինչով վերջին 8 տարին ես զբաղվում եմ, եւ այս բանախոսությունների այն շարքը տալիս է լրացուցիչ, հավելյալ հնարավորություն ինքնակրթվելու այդ զարգացնելու հնարավորություն է տալիս եւ իհարկե չէի կարող այս առիթը բաց թողել եւ չմասնակցել, չծանոթանալ հյուրի հետ։ Կա նպատակ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք եւ հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն, եւ դրան հասնելու համար արվում են հստակ քայլեր։ Լուիզա Սարգսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։